Տիկին Բաղդասարյան, երբ խոսում եք խմբագրությունների վրա այս կամ այն ազդեցության մասին, կարծում եմ ձեր հայացքը պիտի ուղեք այս կողմ, ձեր գործընկերոջը Վոլոդիա Հակոբյանին և նաև այն կողմ, որտեղ նստած է անհայտ ծագման մի կայքի կուրատոր, սա այս մասով, իսկ հիմա բուն ելույթս։ Արժանապատիվ հայրենակիցներ, պնդումները, գնահատականները, որոնք այս ելույթում կլսեք, հիմնված են փաստերի վրա և ստուգելի են։ Մինչև բուն ասելիքիս անցնելը ուզում եմ մի քանի դիտարկում անեմ երեք պարոն Եղոյանի ելույթից, որտեղ տարօրինակ գնահատականներ էր հնչեցնում Սփյուռքի մասին ու ինչ-որ հեռախոսահամար էր փնտրում։ Պարոն Եղոյան, Սփյուռքը հայկական ինքնությունն է, լեզուն է, մշակույթն է, այդ ամենը պահպանող ինստիտուցիոնալ կառույցն է, որը համաշխարհային ցանցային կառույց է։ Սփյուռքը մեկ անձ չէ, մեկ կազմակերպություն չէ, մեկ միավոր չէ, որքան էլ փնտրեք, հեռախոսահամար չեք գտնելու։ Բայց ձեր հայտարարության մեջ խնդիրը Սփյուռքը չէր, խնդիրը ձեր ուժի ընկալումն ու պատկերացումն էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։ Դուք հեռախոսահամար էիք փնտրում, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատկերացնում եք ուղղահայաց հորիզոնականով։ Կարծում եք, թե Սփյուռքը պիտի կառավարվի մեկ կենտրոնից։ Այդպես չի եղել, այդպես չի լինելու, որքան էլ ջանակ։ Ես հասկանում եմ, թե ինչումն է խնդիրը, Սփյուռքը հիշողության կրողն է, այն հիշողության, որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա դպրոցների մասին, այստեղ տիկին Թագուհի Ղազարյանը իմ գործընկերների այն մտահոգություններին, որ սահմանամերձ համայնքներում դպրոցներն են փակվում, փորձեց արձագանքել հետևյալ ձևակերպումն անելով, թե երեխաներին խրամատներ եք տանում։ Տիկին Ղազարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր քաղաքական ուժի վարած ձախողակ քաղաքականության արդյունքում Արցախի 24034 դպրոցականներ անցան պատերազմի մղձավանջի միջով։ 220 դպրոց, 6 մասնագիտական ուսումնական հաստատություն, 5 բուհ, 51 մանկապարտեզ, ձեր քաղաքական ուժի վարած ձախողակ քաղաքականության արդյունքում հանձնվեց թշնամուն Արցախում։ Սա խնդրում եմ չմոռանալ։ Մյուս դիտարկումը մարդու իրավունքների վիճակի մասին։ Հայաստանում այսօր մարդու իրավունքների ճգնաժամ է։ Եվ դրա մասին խոսում են փաստերը, խոսում է այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը։ Խոսքի ազատության վիճակի մասին առիթ ունեցել եմ նախորդ ելույթում անդրադառնալ, ուստի դրա վրա կանգ չեմ առնի։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը տվել է ցուցանիշը, 34-րդ տեղից հետ նահանջ է 50-րդ տեղը։ Freedom House-ը արձանագրել է ինտերնետային ազատության նահանջը 72-րդ տեղից գնահատականը 74-ի է, սա ևս կարևոր ցուցանիշ։ Վիդեմ ինստիտուտը նույնպես արձանագրում է ժողովրդավարական հետընթաց, այս ինստիտուտը զբաղվում է դատական անկախության, ընտրությունների վստահելիության, իրավունքի գերակայության հարցերով, խոսքը լիբերալ ժողովրդավարության ինդեքսի մասին է, 25 թվականի ցուցանիշը 0.37 է եղել, 19 թվականին նույն ինստիտուտը ձեր իշխանությանը տվել էր 0.62 ցուցանիշ, դուք հետևողականորեն իջեցրել եք այդ ցուցանիշը։
Հետաքրքիր է նաև ուսումնասիրել ակադեմիական ազատության ինդեքսը, որը հաշվարկվում է Շվեդիայում ու Գերմանիայում, ըստ որի Հայաստանում վերջին տարիներին անդադար նվազում է համալսարանների ինքնավարությունն ու ազատությունը, տեղի է ունենում կրթական հաստատությունների ակնհայտ քաղաքականացում։ Ես ցավում եմ, որ տիկին Ռուզաննա Երեմյանը, այստեղ եք, ձեր տեղը փոխել էիք, տիկին Ռուզաննա Երեմյան, այստեղ հիշատակեմ ձեզ, որովհետև երբ դուք երեք բավականին էմոցիոնալ ելույթ ունեցաք, ես փորձեցի մի փոքր ուսումնասիրել ձեր կենսագրությունը ու մամուլում բավականին մտահոգիչ տեղեկատվություն գտա, թե ինչպիսին է եղել ձեր դիրքավորումը և ձեր վարքագիծը, երբ զբաղեցրել եք կրթական հաստատության տնօրենի պաշտոնը, բազմաթիվ են ահազանգերը, երեխաներին քաղաքական պրոցեսների մեջ ներգրավելու ձեր ջանքերի մասին, ի դեպ մի ուշագրավ տեղեկություն էլ գտա, դուք նաև միասին կարող ենք ՀԿ-ի նախագահն եք եղել, եթե դեռ շարունակում եք այդ մասով չգիտեմ, և շատ հետաքրքիր կարծիք էիք հայտնել Civilnet-ին տված մի հարցազրույցում, որտեղ ըստ էության անուղղակի խրախուսում եք թմրամիջոցների օգտագործումը ու այդ ամենը անում եք թմրամիջոցների դեմ պայքարի սոուսի տակ։ Դուք կողմ եք մարիխուանայի օրինականացմանը և կարծում եք, որ ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանը բավականին համարձակ առաջարկություն էր արել, որպես մանկավարժ, հուսով եմ առիթ կունենաք ձեր դիրքորոշումները այս մասով, այս ամբիոնից հստակեցնել, դուք դա փաթեթավորում եք նրանով, թե թմրամիջոց օգտագործողները ավելի հասանելի փոխարինիչ ունենալով զերծ կմնան քիմիական սինթետիկ թմրանյութերից։ Հիմա բուն ելույթի մասին, բայց ներողություն մի ցուցանիշ էլ ուզում եմ նշել, որը վերաբերում է զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության խնդրին։ Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող լինել վիճակագրություն, բայց ձեր իշխանության օրոք ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցավոք դառը վիճակագրություն են դարձել։ Բաց աղբյուրների տվյալներով 26 թվականին զինված ուժերում արդեն ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 12-ը կապված են ծառայության հետ, 19 կապված չեն, աղբյուրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ 2010-17 թվականներին Հայաստանի ու Արցախի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 299 մահվան դեպք, 18-25 թվականներին, այսինքն ձեր իշխանության օրոք 427։ Այս թվերը քաղաքական շահարկման համար չեն, այս թվերը ձեր պատասխանատվության մասին են հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների վերաբերյալ։ Հիմա կարճ անդրադարձ Մարդու իրավունքների հանձնաժողովին, տիկին Գալստյան, վստահում եմ ձեզ և համոզված եմ, որ այդ պաշտոնը զբաղեցնելով պատշաճ կատարելու եք ձեր պարտականությունները և սատարում եմ ձեր թեկնածությունը։ Իսկ այս իշխանությանը ուզում եմ հիշեցնել, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները խոսքեր չեն, պնդումներ չեն, դրանք փաստեր են, գործողություններ են և արդյունք է։ Երեկ այս ամբիոնից մի վտանգավոր հայտարարություն էլ հնչեց, պարոն Հարությունյան, դուք, որ իբրև թե հանդես եք գալիս, որպես ժողովրդավարության ջատագով ուժի ներկայացուցիչ, սպառնացիք այս ամբիոնից քաղաքական կուսակցություն փակել, առաջին անգամը չէ, որ ձեր իշխանության կողմից նման սպառնալիքներ են հնչում։ Սա է ՔՊ-ի պատկերացրած ժողովրդավարությունը։